Մարզերի երեխաները մարզերում հասարակական կազմակերպությունը վաղարշապատում կազմակերպել էր «Դեմ առ դեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը։ Յուքոմը միջոցառման գլխավոր գործընկերն էր։ Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում մասնակցում էին ավելի քան 800 պատանիներ եւ երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից եւ Ջավախքից, ինչպես նաեւ ավագ սերնդի փորձառու մասնագետներ, հաջողակ գործարարներ եւ մտավորականներ։ Ֆորումն անցկացվում է շրջված ֆորմատով, որտեղ ավագներն են լսում երիտասարդներին։ 8 պատանի խոսնակներ կիսվեցին իրենց յուրահատուկ փորձառություններով եւ ոգեշնչող պատմություններով։ Լինել թե չլինել արհեստական բանականության ընկեր, ուղեղը որպես ազգային ռեսուրս, հայ ռոբոտն օվկիանոսից այն կողմ եւ այլ թեմաներով։ Ելույթներին նրանք պատրաստվել էին 1 ամիս պրոֆեսիոնալ մենթորների հետ, որոնց թվում էր նաեւ Յուքոմ ակադեմիայի ղեկավարը։ Յուքոմում մենք կարևորում ենք երիտասարդների ներուժի բացահայտումը եւ Երևանում, եւ հատկապես մարզերում, եւ մարզերում տեխնոլոգիական կրթության հնարավորությունների ընդլայնումը։ Ինչ խոսք, դեմ արդեն ֆորումը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են պատանիները ոչ միայն լսել, այլև ոգեշնչել ապագ սերունդին։ Մենք ուրախ ենք, որ աջակցում ենք այս նախաձեռնությանը, քանի որ ներդրումը սերունդների միջև կառուցողական երկխոսության մեջ ամենակարևոր ներդրումներից մեկն է մեր երկրի ապագայի զարգացման։ Ֆորումի տարածքում գործող Յուքոմի տաղավարում երիտասարդները խաղացին թեմատիկ ինտելեկտուալ խաղեր, լուսանկարվեցին AI ֆոտոխցիկով եւ ծանոթացան ընկերության գործունեությանը եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին։ Յուքոմի հետ այս ձևաչափում համագործակցում ենք անցած տարվանից եւ նաեւ մեր գործընկերների միջոցով եւ նաեւ Յուքոմի աջակցության ու մեր կողքը լինելու միջոցով այս ամեն ինչը տեղի ունենում։ Ֆորումի ընթացքում գործում էր պատանիների կողմից ստեղծված եւ կառավարվող նախագծերի ցուցադրությունը։ Անցկացվեց պանելային քննարկում «Երեխայի զարգացում եւ ապագա. որն է մեր դերը» թեմայով։ Կազմակերպվեցին մրցույթներ ու անակնկալներ։ Միջոցառման վերջում Յուքոմի կողմից նվերներ ու մրցանակներ հանձնվեցին ինտելեկտուալ խաղի հաղթողներին եւ ֆորումի խոսնակներին։ Ֆորումն ամփոփվեց Թմբաթա խմբի համերգով։ Մուրադյան ժամը լրատվական։